Ողջույն Հայեր ջան, այսօր ես կպատմեմ մի փոքր Գարեգինների մասին։ Նա երբ որ Լեռնային Հայաստանն է հռչակում, այնտեղ 700 հոգանոց զորք է ունենում եւ այդ 700 հոգանոց զորքը կարողանում է ջարդել Կարմիր բանակի 30,000-անոց կանոնավոր բանակին։ Լինում են Կարմիր բանակի կողմից 15000 զոհ, 7000 գերի եւ 2.5-3000 աֆիցերներ են գերին գնում։ Երբ որ դուք ասեք մենք չենք կարող, թույլ ենք եւ անունակ ենք, հիշեք Գարեգին Նժդեհին եւ բոլոր հայերը թող սկսեն նմանվել Գարեգին Նժդեհին, որ կարողանան անհնարին անել եւ մենք բազմիցս անգամ ապացուցել ենք ամեն ձևով, որ մեր հայ ազգը կարող է անել անհնարինը եւ անելանելի իրադրությունից կարող է դուրս գալ եւ թող ուրիշները չասեն մենք թույլ ենք, մենք էս ենք, մենք են ենք։ Եթե կարողացել ենք մենք 700 հոգանոց բանակով, ոչ կանոնավոր բանակով ջարդը տալ 30,000-անոց կանոնավոր բանակի, ապա մենք կարող ենք անել անհնարինը եւ Արցախում, եւ Սյունիքում, եւ այլ տեղեր, եւ հիշեք սա իմ ազգ, մի մոռացեք եւ ամեն գնով ցանկացեք նմանվել այդպիսի քաջ հերոսներին, որպեսզի կարողանանք մենք գոյատևել։ Շնորհակալություն, մինչ նոր հետաքրքիր պատմություններ հայ ազգի մասին։